պատասխանեք, որպեսզի երաժշտությունները դեռ Արի, շատ արի, չխանգարի։ որ կանգնենք նոր։ Հա, ուղղակի երաժշտությունը շատ չխանգարի։ Այո։ Եկեք։ Մամայի կողքից հեռու մի գնա։ Ասեք։ Ինքն էր հարցը տալիս, թե դու։ Ես իջեցի իրեն, Հա, հետո ես գտամ։ Կարուսարշավ չեք իրականացնել 3 ամբողջ օրը, ինչով էր դա պայմանավորված եք կողմից։ Այսինքն դուք չգիտեք ինչով էր պայմանավորված, հա? Վերջի զանգն էր, շրջանավարտների օրն էր, մեր հույսի լույսի, մեր երիտասարդության, մեր ապագա արժանի փոխարինողների, որ այսօր ուրախանում են իրենց ծնողները, դրա համար այդ օրը պետք է հատուկ հատկացնենք իրենց, որ կարողանան իրենց տոնը վերջի զանգը նշեն ուրախանան։ Միայն դա եղել պատճառը։ Պարոն Ծառուկյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր քարոզարշավի ընթացքում վիրավորել, զրպարտել ընդդիմախոսներին, այդ թվում նաև ձեզ սպառնալ, ինչպիսին է ձեր արձագանքը ընդհանուր այդ փաթեթին Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն կարող եմ պարզ ասել, հանրությանը լսեցի ասել, վարչապետի աթոռին նստած մարդուն, որ ինչ է ուզում ինքը, ասենք թե այսօր բոլոր արդեն հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործնեությունից, որ ասենք թե հիմնականում բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, վիրավորելով, սուտ ասելով, ոչ մի բան իրականություն չդարձնելով, հիմա այս ծանր վիճակում, ժողովրդի վիճակը, ծանր երկրի վիճակը թողած, ամբողջ երկրի կողքը սաղ ասենք թե տեսնելով լարված իրավիճակ է, ինչ է իր ուզած, ինքը ինչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի, ինչ որ Արցախում եղավ, 8 տարի սուտ ասելով, խաբելով, ներկայացնելով ու բերեց ինչի ասեց, հողեր հանձնելով, զոհեր տալով, հեղինակազրկվելով, Ալևի շնորհակալություն ասելով, այդ է իր արածը, ոչ մի բան չի կարող անի։ Հիմա այսօրվա վիճակով, որ նստենք, խոսենք, ասենք տեսօր ինքը ինչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ սարքել է նշան, կպցրել է դոշին, ոնց որ ասենք առաջվա ծովիցով Հայաստանը հետ է բերել, քանի որ հայտնագործություն արել։ Մասնատած Հայաստան կպցրել է դոշին, ման գալով ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան չունի։ Որ այսօր արդեն դա հասկանալ հարաբերությունը բոլոր տեղերը փչացնելով։ Ես ուրախ զարմանում որ գնալով մարդկանց այդ հանդիպումը, այդ նշանը տալով կպցնելով կրծքին ու վերջ ուրիշ բան չկա ասելու։ Ոչ մի արդ չի կարգավոր է, հանձնելով, տուժելով, վարկաբեկվելով, ոնց ասեմ, զոհեր տալով, հողեր հանձնելով եւ հիմա նորից էլի պատրաստ է 3 հանձնելու։ Ինչ որ ասում ենք, ասենք թե ասենց բան չկա, բայց կամաց սա ինչ է պատասխանելու։ Ժողովուրդը հոգնել են։ Այսօր հիմնական ժողովրդին կանգնացած է ընտրության առաջ, կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի կառուցողին կամ եկեղեցի քանդողին, կամ երկիր կառուցող շենացնողին, կամ երկիր քանդող ավերակ սարքողին։ Դա առաջ է բերեկան։ Հարցերի ոստիկանությունը արդեն